Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ըստ էության հեծը պետականացնելուն միտված նախագիծը։ Նախագծում լրացումներ կատարելու համար պատգամավորները դեռ քննարկումներ են անցկացնում։ Հեծը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարել էին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ։ Մի քանի օրվա ընթացքում հասցրել են նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները։ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը զգուշացրել են Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ հարուցելու մասին։ Եթե պետական կառույցները նույն կերպ շարունակեն, կառավարությունը ստիպված կլինի ամբողջական փոխհատուցում վճարել։ 3 տարի է իրանք պոլիէթիլենային տոպրակների դեմ են պայքարում։ Ու այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են հեծ աշխատացնել։ Հա, դե շատ երկար կարելի է խոսել, գազալացակայան, աղ, բան, մի խոսքով։ Այս մարդկանց խումբը, տոպրակի դեմ պայքար տվողների խումբը հեծ է ուզում կառավարի։ Թե ինչ անելու, կարծում եմ մեր քաղաքացիները լավ պատկերացնում են, Զանգեզուրում այնտեղ կառավարումը իրենց հանձնված չի, լրիվ տարբեր դեպքեր։ Ժողովուրդ ջան, ավարտեմ, հələ խնդրում եմ։ Հիմա երկրորդ կետը։ Այն ինչի մասին ես երեկվա իմ հայտարարության մեջ ասեցի։ Աշխարհում շատ քիչ են երկրներ, որտեղ հեծի համանման կառույցները ազգայնացվել են, ու այդ բոլոր երկրներում դրանից հետո եղել է թանկացում։ Շատ քիչ են եւ բոլոր տեղերում եղել է թանկացում։ Եվ երրորդ ասպեկտը, ես բացի նրանից որ կարող եմ մեջ բերել պարոն Կարապետյանի հայտարարությունը եւ խոստումը այսքան տարի չթանկացնել էլեկտրաէներգիան, որը ինքը պահել է, իսկ այս վերջին շրջանում տեղի ունեցած 4.8, եթե չեմ սխալվում, դրամի թանկացման մեջ հեծի մասնաբաժինը կամ հեծի մեղքը կազմում է 0։ Ինքը ոչ այդպիսի հայտ է ներկայացրել, ոչ նման առաջարկությամբ է հանդես եկել եւ այլն եւ այլն։ Հիմա այս փաստերի համադրումից ես առաջարկում եմ պարզ տրամաբանորեն փորձենք կանխատեսել որակը կլավանա թե կվատանա, սակագինը կբարձրանա թե կնվազի։ Ես հիմա ասում եմ հետեւյալը. հեծի են աշխատողները Նախքան ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կընդուներ հեծի պետականացման ուղղված նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հեծի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Վարչապետի խոսքով Տաշիր ընկերությունների խմբի նախագահին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության այն աշխատողները, որոնք հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն արձագանքել է այս հայտարարությանը, նշելով, որ հեծ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծ ու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար կարող են հանգիստ լինել։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարումներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այսպիսին էր քննչական կոմիտեի պատասխանը։ Տերորի եւ բռնաճնշումների շարունակությունն է, բռնապետիկը հերթական ստատուսներով ուղղորդում է ուրեմն իրապահ մարմիններին, որ այլ ավելի ճնշումները մեծացնեն, այլ ավելի բռնաճնշումները շատացնեն։ Սա գիտեք, որ քաղաքական գործի շրջանակներում է, այն շրջանակներում, որով որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ բոլորին կտանեմ ԱԱԾ պատվալները կլցնեմ, հիմա էլ արդեն անցել է բուն իր գործի շարունակությանը եւ սա դրա էլի ասում տրամաբանական շարունակությունն է, հստակ ուղղորդված ցուցումներով, SMS հաղորդագրություններով Մենք իստվում է դուք լուսաբանում եք բոլոր այն տեղերը, որտեղ որ մենք լինում ենք, կանգնած ենք յուրաքանչյուր մարդու կողքին, ով որ այս բռնաճնշումների զոհադառնում, կանգնած ենք հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։ Այսինքն ինչ նշանակում ինչ եք անում։ Դուք տեսնում եք մեր գործունեությունը, դուք ինքներդ դատեք լավ ու վատը որոշեք դուք, մենք մեր լիազորությունների, իրավասությունների կարողականության շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ապօրինի եւ որոշումները եւ առհասարակ այս անձը, որը որ օկուպացել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, օր առաջ վռնդվի իր պաշտոնից, որովհետեւ ամեն օրը հայ ժողովրդի համար ավելի թանկ վճարում է գինը արտանետում։
Գործարար Բայրեր Սամվել Կարապետյանի գործը մեկ առանձնահատկություն ունի, այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա լրագրողների հետ հանդիպանն ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Ըստ նրա, Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է իշխանության զավթման հստակ կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։ Սա իրավական աբսուրդ է, բայց իհարկե աբսուրդը ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս իրավական աբսուրդը։ Կարծում եմ, կրկին բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թվականի հունիսի 17։ Մենք տեսանք ինչպես գործադիր իշխանության ղեկավարը Facebook սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք այդ թվում ուղղված էին Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն, որը աննախադեպ էր, որը եվրոպական որևէ մի երկրում չենք տեսել։ Մենք գիտենք, որ եվրոպական երկրներում են սոցիալական ցանցերը բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրացվում են, բայց որ այնտեղ հնչի խոստում քրեական հետապնդման հաշվեհարդարի, դա իսկապես աննախադեպ էր։ Եվ դրանով իդեպ այդ կետից սկսած արդեն մենք ունենք քաղաքական հետապնդման ուղիղ փաստական տվյալ։ Այսինքն Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ից փաստացի սկիզբ առած այս գործընթացը շագերտներում, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծվեց նաև նրանից ելնելով, որ Սամվել Կարապետյանը արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, մեր մայր աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն դա ևս աքսիոմատիկ ճշմարտություն։ Ասեմ ավելին, դրա հետ համակարծիք է նաև սույն գործով բարույթ իրականացնող մարմինը քննիչ է։ Ինչ իմաստով։ Այն միջնորդությունը, որը ներկայացվել էր դատարանին, այնտեղ առկա է բառացի ձևակերպում, որը կցիտեմ, որ Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված խոսքերին նախորդել էին իրադարձություններ։ Այն է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության դիրքորոշումը ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հրաժարականի վերաբերյալ։ Ես պատկերացնում եմ, թե ինչ աստիճանի աբսուրդ է նաև նշվածը, բայց ունենք այն, ինչ ունենք։ 62 կողմ 27 դեմ ձեռնպահ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծը ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել։ Նախագծով առաջարկվում է տուգանել 3000 դրամ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10000 դրամ չվճարելով օգտվելու դեպքում, 15000 դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ նրանք բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները եւ նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հայաստանն ու Ֆրանսիան 23 թվականի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ եւ հրթիռներ է տրամադրում խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են, Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։ Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհային հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Մեկնաբանելով հայ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ դա ակնհայտորեն սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Դա պառակտում է հասարակությունը Հայաստանում։ Դա վերաբերում է այն արժեքներին, որոնք միշտ միավորել են հայերին եւ օգնել են հաղթահարել դժվարին, երբեմն նույնիսկ սարսափելի փորձությունները, որոնք բաժին են հասել հայ ժողովրդին։ Եվ հիմա հանկարծ այս հիմնարար անվիճելի արժեքները արհեստականորեն դառնում են գրեթե կռվախնձոր։ Причем здесь Россия? Այս ամենը չգիտես ինչու կապվում է Ռուսաստանի հետ։ Ինչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Եթե կան հարցեր ներքին գործերի վերաբերյալ, ապա սա ներքին պատմություն է, բայց այստեղ ամեն ինչ խառն է։
Մի կողմից հայ եկեղեցու ներկայացուցիչների դեմ մեղադրանքներ են հնչել, մյուս կողմից ինչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ, պարզապես այն պատճառով, որ դա մեծ ձեռնտու է։ Դա ոչ միայն բարձր գաղափարների հարց է, թեև առաջին հերթին հենց դա է, սակայն դա միևնույն ժամանակ շահավետ է։ Կայուն, բարգավաճ, զարգացող Հայաստան իր կայուն զարգացմամբ։ Ահա թե ինչպիսին մենք կցանկանայինք տեսնել այս պետությունն ու այս ժողովրդին։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է Ռուսաստան-Ադրբեջան եւ Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետեւյալ պարզ բանաձևով։ Հարավային Կովկասում 20 թվականի Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանների վերաձևավորումը դեռ չի ավարտվել։ Չկա այնպիսի ուժերի դասավորվածություն, որը կապահովի երկարաժամկետ ստատուս քվո։ Հետևաբար բոլոր կողմերը խաղում են իրենց բաժինը պահպանելու հնարավորության դեպքում մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան է, Ադրբեջանի միջոցով վերլուծում է թուրքագետը։ Այս իրավիճակում կա լավ, վատ եւ շատ վատ նորություն։ Լավը Թուրքիայի հնարավորությունները անսահմանափակ չեն, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ Սա մեզ համար խաղալու մեծ դաշտ է բացում։ Վատը Թուրքիայի հնարավորությունները դեռ բավարար են տարածաշրջանում խաղը թելադրելու, իր դիրքերն ամրապնդելու ու ազդեցության գոտին մեծացնելու համար։ Դրա առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը Զանգեզուրի միջանց քաղաքական ծրագիրը։ Այս պահին այդ ծրագրի ենթակառուցվածքային հատվածը ամբողջ թափով կառուցվում է։ Զուգահեռ ընթանում է քաղաքական բանակցությունը։ Ամենավատը մեր երկիրը դեռևս կառավարում է կապիտուլյանտը, որը որևէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցության մեզ վրա տարածման մեջ, որը մեզ համար նշանակում է ոչ թե ուղղակի կախում Թուրքիայից, այլ ինքնիշխանության տոտալ անկում, հայկական պաշտպանական համակարգերի ոչնչացում եւ ի վերջո Արցախի ճակատագրի կրկնություն։ Իսկ ամենատխուրն այն է, որ այս իրավիճակում ազգային կարող կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ գրանցած կլիներ ու մեր երկիրը դիրքերը ամրապնդած կլիներ շնորհիվ ճիշտ աշխատանքի։ Այդ հնարավորությունները դեռևս կան։ Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում եւ Ադրբեջանում եւ հատկապես Ռուսաստանում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության եւ ստորացման դրվագներով, հայտնում է ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու համար, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են, նստվածքը դեռ երկար կմնա։ Իրան-Ադրբեջան եւ Ռուսաստան-Ադրբեջան այս առճակատումները մեծ թվով պատճառներ ունեն, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել եւ կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները։ Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է, ոչ միանշանակ դեռ չեմ խոսում Իրանի ու Ռուսաստանի մասին, որոնք Ալիևի իշխանության կմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել։ Ադրբեջանում ձերբակալել են ռուս լրագրողներ, Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցները, իսկ Հայաստանում ցանկանում են արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Այս ամենը հենց այդպես չէ։ Գազետարուի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։ Նա կարծում է, որ Ռուսաստանի եւ հարևանների հարաբերությունների վատ թարացման համար մեղավոր են որոշակի երկրների հատուկ ծառայությունները։ Իհարկե, սա որոշակի ճնշում է, մենք հասկանում ենք, որ այս ամենը հենց այնպես չէ եւ կան ուժեր, որոնք կարողացել են կազմակերպել նման երևույթ։ Եվ սա չափազանց տհաճ է, հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացնում, նշել է նա եւ հավելել, որ անկասկած Մոսկվան կցանկանար ավելի արագ ջերմացում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։